Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջում գրառում է կատարել անդրադառնալով հունվարի 1-ի զինծառայության ժամկետների փոփոխությանը։ Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է, ասել է վարչապետը։ Հիշեցնենք, Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով եւ սահմանել 18 ամիս։ Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով, նաև Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու, տալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Կոմիտեն անդրադարձել է նաեւ մամուլի պնդումներին, նշելով, որ քաղաքապետը իր ցուցմունքում չի հերքել եւ չի հաստատել հրապարակված ձայնագրությունների իսկությունը, սակայն չի նշել, թե ձայնագրություններում իր ձայնը կեղծված է։ Բացի այդ, մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ, հաստատելով գործի փաստական տվյալները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկումներ է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցաքնայի հետ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ։